Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, այսօր մեր հերթական հաղորդման օրն է։ Խոսելու եմ ապրիլ ամսվա կարևոր մոլորակային դիրքավորումների մասին, քանի որ շատ նամակներ եմ ստանում ապրիլ ամսվա այդ կարևոր իրադարձություններ, կարևոր օրերը նշելու համար, հարսանիք, նշանադրություն, արք ու վաճառք տան, կարևոր գործարքներ, նոր բիզնեսի բացում, նոր գործեր ինչպես սկսենք, այդ իսկ պատճառով ամբողջական ձեզ կներկայացնեմ օրերը, որպեսզի համահունչ գնանք տիեզերքի հետ։ Եվ նաև սիրելի հետևորդներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ հետադարձ կապի համար։ Մի քանի աուդիո ձայնագրություն կա, որ հենց հետևորդները եւ ինձ դիմող մարդիկ են թույլ տվել, որպեսզի եթերում հեռարձակեմ, ժամանակի սղության պատճառով այս անգամ չեմ անված, խոստանում եմ, որ մի քանի կարևոր ձայնագրություն կա, դրանք կներկայացնեմ։ Սիրելի հետևորդներ, իրավիճակը պայթունավտանգ է, Մերկուրին շուտով արդեն ուղիղ ընթացքով կընթանա, արդյոք ապրիլը պայթունավտանգ է լինելու, թե չէ ցնցումներ են լինելու, թե ոչ։ Սիրելի հետևորդներ, բարդ մոլորակային դիրքերը դեռևս շարունակվում են։ Հիմա դիտարկենք ապրիլի մոլորակային դիրքերը։ Մարսը մտնելու է Խոյի կենդանակերպ ապրիլի 9-ին եւ այն վիճակը բարդացնելու է։ Ինչու՞։ Որովհետեւ արդեն իսկ Խոյում գտնվում են Նեպտունը, Սատուրնը, Մարսը Խոյի կենդանակերպում, Խոյը պայթուն, կռիվ, պատերազմ, մի քանի բարդ մոլորակներ, Նեպտունը գազն է, նավթն է, մշուշն է, լաբորատորիաներն են, Սատուրնը գերտերություններ, ղեկավարներ, Մարսը կոնֆլիկտ եւ Խոյի կենդանակերպում շուտով դրան է միանալու նաեւ այդ ստելյումին է միանալու Մերկուրին, արևը արդեն համարյա ամսի 9-ի մոտակայքում 19 աստիճան կլինի, չգիտեմ, սիրելի հետևորդներ, կարծում եմ, որ իրավիճակը պայթունավտանգ է, բայց հույս ունենանք, որ մենք բոլորս կարող ենք խույս տալ այդ բարդ դիրքավորներից, բայց առավելապես այն ազդելու է այն անձանց վրա, ովքեր ծնվել են Խոյ, Խեցգետին, Այծեղ ջուր եւ Կշռ կենդանակերպի ազդեցության տակ, բայց մեր բոլորի քարտեզներում այդ կենդանակերպերը, գիտեք, 12 կենդանակերպերով է կազմված անհատական աստղաբանական քարտեզը, այնտեղ եւ լուսնի դիրքն է կարեւոր, եւ ասցենդենտն է կարեւոր, բարդ մոլորակային դիրքավորումներ կան, եւ արդեն իսկ ապրիլի 8-ին ունենք մենք բարդ դիրքավորում, եւ 8-ը 9 եւ դրանից մոտավորապես 7 օր հետո։ Հուսանք, որ սիրելի հետևորդներ, այդ օրերը մենք կարողանանք հաղթահարել ամենապայթունավտանգ օրերից մեկը ապրիլի 15 եւ